25-ից 40 տարեկան 58 երիտասարդ ձեռներեց ստեղծել կամ բարելավել է իր բիզնեսը։ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի հաջողակից սկսնակին ծրագրի երիտասարդի երազանք փուլի շնորհիվ այժմ նախագծի մշտադիտարկման այցերի փուլն է։ Եկեք գնանք ներս, ցույց տամ քվեսթը իրանից ինչ է ներկայացնում ու մենք ինչեր ունենք։ Սա մեր ընդունարանն է, ստեղ թիմերը գալիս են, խաղավարը ընդունում է ու իրանց ներկայացնում է կանոնները ու ուղեկցում է քվեսթ, կախված թե որ քվեսթն են ընտրել։ Քվեսթները նախագծելուց հաշվի են առել միջազգային փորձը։ Այս մեր սպանություն արևելյան ճեպընթացում քվեսթն է։ Սերգեյ Ներսիսյանը երիտասարդի երազանք նախագծի շահառու է։ Տիեզերական առաջադրանք քվեսթը հենց ծրագրի շրջանակում է հնարավոր եղել վերջնականացնել։ Ստեղ խաղացողները տիեզերանավում են, որտեղ ստանում են անհայտ ազդանշան, անհայտ մոլորակից, նպատակը հասնել այդ մոլորակ տիեզերանավով, վերցնել կյանքի նշույլներ ու վերադառնալ երկիր մոլորակ։ Ինժեներական մասը, էլեկտրոնիկան, լուծումները կառուցել ենք հիմնադրամի հաջողակից սկսնակին դրամաշնորհի միջոցով։ Սերգեյը պատմում է, բիզնեսը միայնակ է սկսել, այժմ ունի 2 մասնաճյուղ, 6 աշխատակից։ Ծրագրին մասնակցելով հնարավորություն ունեցա ծանոթանալ ուրիշ երիտասարդ բիզնեսմենների հետ, կապեր հաստատել, նաև դասընթացների մասնակցեցի, որտեղ սովորեցի բիզնես գործիքներ, որոնց մասին չգիտեի ու հիմա արդեն կիրառում եմ։ Մենք նպատակ ունենք հայկական միտքը հանել միջազգային շուկա քվեսթի տեսքով։ Երիտասարդի երազանք նախագծի մյուս շահառուն Անդրանիկ Մանուկյանն է։ Ես ու կինս հիմնել ենք կավագործության արվեստանոց եւ մեր բրենդը։ Արտադրում ենք կերամիկական իրեր, հիմնականում հուշանվերներ, զարդեր։ Այս մեր արվեստանոցն է, մեր աշակերտներն են, թիմակիցները, մեր բոլոր աշխատողները, այսպես ասած, դպրոցականներ են։ Ու իրենց արտադրանքը վաճառվում է 50-ից ավելի խանութներում։ Անդրանիկը պատմում է, մասնագիտությամբ սպորտի մանկավարժ է, սակայն կավագործությամբ զբաղվել շատ է սիրում։ Թե ինչու որոշեց մասնակցել նախագծին, նշում է, տղամարդկանց համար նմանատիպ ծրագրեր սովորաբար չեն իրականացվում։ Երբ որ տեսա, ասացի, ես լավ հնարավորություն է, պետք է մասնակցեմ, ու ես նաև խորհուրդ եմ տալիս մնացած երիտասարդներին էլ, ովքեր տեսնում են այս տեսակ ծրագրեր, իրենց աչքի առաջով անցնում է, շատ լավ հնարավորություն է, որ օգտվեն այդ հնարավորությունից։ Իսկ դրամաշնորհի միջոցով կարողացել են զարգացնել բիզնեսը։ Կարողացանք բերել ավելի մեծ վառարան կավագործության, դարակները, պահարաններ, գույք, հաթոռներ, որի միջոցով ավելի կազմակերպված ու ավելի հաջող կարողացանք մեր գործը իրականացնել։ Այդ ամենը նպաստել է մեր ծավալների մեծացմանը, մեր թիմի մեծացմանը։ Հաջողակից սկսնակին ծրագրի նպատակն է ոչ միայն նպաստել Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացմանը, այլև ստեղծել բարեգործության նոր մշակույթ եւ այն դարձնել ավանդույթ, նշում են պատասխանատուները։ Իմ քայլի հիմնադրամը կամուրջ կհանդիսանա տարբեր բնակավարներում հաջողության հասած մարդկանց եւ սկսնակ ձեռներեցների միջև, դարձնելով բարեգործությունը թիրախային եւ նպատակային։ Ծրագիրը իրականացվում է տարեկան 2 անգամ։ Յուրաքանչյուր փուլի մեկնարկից առաջ կազմակերպվում է բարեգործական ընթրիք, որից ստացված ողջ հասույթը տրամադրվում է ծրագրի շահառուներին։ Ուրախ ենք, որ ծրագրի 2 հաջողակին գործարարից սկսնակին գործարարի եւ երդասարտի երազանք փուլային նախագծերը հաջողությամբ ավարտին հասցրեցինք անցած տարի, որոնց արդյունքում ունենք 42 կանանց գործող բիզնեսներ Հայաստանի Հանրապետության մարզերում եւ տղամարդկանց 58 բիզնես քաղաքներ, որոնք կյանքի կոչվեցան եւ կամ գործող բիզնեսներ, որոնք ընդլայնեցինք։ Հիմնադրամը նաեւ հետադարձ կապ է պահպանում շահառուների հետ։ Շահառուները կմասնակցին վերապատրաստման դասընթացներու եւ դարբեր միջոցառումներու, իրենց կարողությունները զարգացնելու եւ քայլ բահելու ժամանակի հետ։ Նաև կկատարենք մշտադիտարկման այցեր, որպեսզի ծանոթանանք բիզնեսներու ընթացքին, իրենց ունեցած դժվարություններուն եւ մարտահրավերներուն, որոնք մեր շահառուները կփախվին իրենց ճանապարհի ընթացքին։ Մենք արդեն ստեղծենք միասին նորաստեղծ ընտանիքների համար հայտարարված փուլը գրեթե հասցրել ենք իր ավարտին։ Նորաստեղծ ընտանիքները արդեն ներկայացրել են իրենց բիզնես ծրագրերը հատուկ ձևավորված հանձնաժողովին։ Լավագույնները ստանալու են դրամաշնորհներ։ Զուգահեռ ամփոփվում է 4-րդ միմյանցից ոգեշնչված փուլի 529 հայտը։ Ձեռներեց կանայք մոտ ապագայում կիմանան, թե ովքեր են անցել առաջին փուլը եւ կներկայանան հարցազրույցի։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։